Նիկոլ Փաշինյանը հայ չի, ախպեր ջան։ Կամ ես կլինեմ կաթողիկոսը, կամ ես երկիրը կաթողիկոս չի ունենա։ Ինքը պրոֆեսիոնալ շանտաժիստ է։ Պրոֆեսիոնալ ծնված օրվանից, ասենք ծնվել է, ասենք հորնումոր վրա է շանտաժար է, թաղում է շանտաժար է։ Ինչ ասում ես, ասում են մենք 1700-ամյա կառույց ենք, մենք այդ անցողիկ բաները մեր կողքով sense քամուպես փչում անցնում է։ Նիկոլը իր կարծիքով մտածում է, որ ինքը հրեշած հրեշն է, այտենց հələ երկրագունդը չի ծնել այտենց հրեշ, բայց դե մի թող այտենց մտածի, դե հիմա ինչ ասեմ։ Մարդը, որը որ այտենց անծառայցիր փողի սով ունի, հա, ինքը իրան ներկայացրել է որպես սուրբ, որը մի դրամ չի վերցնել։ Ասենք Նիկոլի տված քֆուրը հոմեր համար ասնավանի չի։ Այս երկրի բյուջեն մտել է 7 միլիարդ արտաքին պարտք ավելացրել, իմը մնացել է Էջմիածնի գանձերի վրա։ Ինքը կարա ուրիշ բան անի, ինքը կարա ապացուցի, որ ինքը կուսակրոն է, բայց կաթողիկոսը ենթադրեն կուսակրոն չի։ Քանի Նիկոլ են իրանք տեսել իրաց կյանքում։ Ինքը վախենում է ընտրություններից։ Իսկ ընտրությունների չգնալու միակ տարբերակը դա երկրում արտակարգ դրություն, ռազմական դրություն հայտարարելն է։ Միացում Փողը տալիս է։ Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի։ Լուկաշենկոն ինչ ասել է Նիկոլն Արցախը հանձնել։ Հանուն Հայաստանի հաղթանակի։ Երեխեքի գլուխը կերել է 5000 երեխու։ Հանուն Արցախի հաղթանակի։ Ապաշնորհ, տգետ, ընչակաղց, ինչ ասեմ, ինչ բառ ասես բռնում է։ Ցեղասպանությունը ուրանում է։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այսօր ավետիսը թողեց, որ ես սկսեմ։ Բարև ձեզ, դուք հրապարակի YouTube-ն ալիքում եք։ Պիտի խնդրեմ ներքևի հատվածում մեզ բաժանորդագրվեք ու ժլատություն չանեք, մեզ լայք դնեք, մեկնաբանություններ գրեք, որ մեր հաղորդումը մաքսիմալ շատ քանակի մարդկանց հասանելի լինի։ Ողջույն ավետիս։ Կամ դիսլայք թող դնեն։ Եթե չեն հավանում, թող Ավելին ասեմ, լայքի որ պահին ուզեն, կարան հետ վերցնեն, պարտադիր չի մնա միջև վերջ, էլի, եթե ինչ-որ բան ասենք, որին հետ համաձայն չեն, կարան հետ վերցնեն։ Իսկ թվում այնքան բան ենք ասելու, որի հետ մեր հետևորդները համաձայն չեն լինելու, որ միանգամից դիսլայքի թեմա է։ Նիկոլ Փաշինյանը արշավ է սկսել եկեղեցու դեմ, ոչ միայն արշավ է սկսել, այլ նաև համարում է, որ ինքը իրավասու է Վեհարանը ազատել Վեհափառ Հայրապետից եւ քաղաքացիներին կոչ անում համախմբվել այդ մտքի շուրջ եւ, չգիտեմ, քաղաքացիական պատերազմ անել։ Զարա, ես ինչքան ժամանակ է քեզ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը քաղաքացիական, եթե ոչ պատերազմ, գոնե քաղաքացիական դիմակայություն, քաղաքացիական ընդհարումներ, մարդկանց իրար դեմ հանել, դե պարզ է, սկզբից բայց իմաստը, մի հատ կարաս ինձ իմաստը բացատրես։ Ես որ հասկանամ, որ դրա արդյունքում ինքը, չգիտեմ, ձայներ է շահելու, իր ռեյտինգն է բարձրանալու, ինքը, չգիտեմ, ընտրություններին հաղթելու է, ես կասեմ, օքեյ, ճիշտ է անում, բայց իմաստը ո՞րն է։ Նախ ինքը վախենում է ընտրություններից, ինքը գիտի, որ ինքը, ասենք, մի 5% ձայն ունի ու մաքսիմում 5%, լավ գումարած այդ վարչական գումարած այդ վարչական ռեսուրսը, լավ 20%, ոչ ավել, լսիկ վարչական ռեսուրսի լիքը մարդիկ, ովքեր աշխատում են պետական հաստատություններում, ես այդ մարդկանց հետ շփվում եմ, այդ մարդիկ դեմ են Նիկոլի իշխանությանը, զզվում են եւ չեն քվեարկի, գոնե համենայն դեպս ասում են։ Վեհափառ Հայրապետից ազատենք Վեհարանը։ Լսի, նայ, հիմա Ինչ է, դրա արդյունքում իր 20%-ը դառնում է 30%։ Ոչ։ Ինքը վախենում է ընտրություններից։ Իսկ ընտրությունների չգնալու միակ տարբերակը դա երկրում արտակարգ դրություն, ռազմական դրություն հայտարարելն է։ Հիմա դու պատկերացրա, եթե մարդիկ Այդ Օզանգիրը կառուցողական ընկերոջը ասի մի հատ միտեղից հարցակվի։ Ինքը որ ամեն ինչի ընդունական մենք չենք կասկածում, չէ՞։ Բա որ կառուցողական ընկերը հարցակվի ու դա եւս պատճառ դառնա Հայաստանում հեղափոխության համար։ Հա, այսինքն վախենում է, որ կարող է եթե հարցակվի հաստատ հանեն իրան։ Իրական ճիշտ ես ասում, եթե խաղաղության օրակարգի միակ երաշխավորը ինքն է, իսկ իր ժամանակ պատերազմ լինի, էլ արդեն իմաստը ո՞րն է իրան պահելով։ Նայ, հիմա ինքը իրար բախման տարբեր սցենարներ կա, չէ՞, օրինակ իրար դեմ հանել նախկինների կողմնակիցների ներկաների, չի աշխատում։ Ներկաները կողմնակից չունեն։ Հետո մտածեց ում հանեմ իրար դեմ։ Հանեմ արևմտամետներին ու ռուսամետներին։ Դա չի աշխատում, արևմտամետերի փողերն են կտրել։ Հա, արևմտամետերի փողերն են կտրել, հետո բան չի էլի, նենց այդ հակադրությունը արևմուտք Ռուսաստան բան օրգանիկ չի։ Հա, հիմա ասում է ախպեր, բերեք հայ առաքել, հիմա ասում է հայ առաքելական եկեղեցու հետևորդներ։ Ես ձեզ կոչ եմ անում Վեհարանը ազատենք, չգիտեմ ինչ,
Դու գիտես, ես միշտ էլ ասել եմ, որ ես ապրում եմ Արմավիրում։ Այս հաղորդմանը նկարահանվելու համար գալիս եմ Արմավիրից, Էջմիածինը իմ ճանապարհի վրա է։ Այսօր օրինակ ասացի փորձի համար, քանի որ առավոտը այդ կոչը հնչել էր, մի 2 ժամ վեհարանի բակում ելնեմ, տենամ քանի հոգի այդ կոչին հետևել։ Լսի, 2 ժամվա մեջ պատկերացա, շփվել եմ մոտարապես մի 30-40 մարդու հետ։ Մեկը չեղավ, որ ասեր Նիկոլ Փաշինյանի կոչով ես եկել եմ ստեղ, որ վեհարանը ազատեմ վեհափառից։ Ընդհակառակը մենակ անեծք, մենակ նզովք, մենակ ուզում էին քֆուրտային ասում էի դե չէ, էսի այդ տեղը չի, որ հայ հոյանք տակ եւ այլը, մենակ ինքը պրոֆեսիոնալ շանտաժիստ է։ Պրոֆեսիոնալ ծնված օրվանից, ասենք ծնվել է, ասենք հորնումոր վրա է շանտաժար է, թաղում է շանտաժար է։ Ես հիշում եմ, որ խմբագրությունում շանտաժը փող էր սրանից նրանից փոկում։ Հիմի նույն շանտաժիստն է, նույն։ Պրոստը ինչն է տարբերությունը։ Հիմի ուզում է իբր իր խելքով շանտաժանի բանին, կաթողիկոսին գործից ազատի։ Լծակ չունի։ Մի հատ լծակ ունի, մի հատ լծակ։ Մի հատ հարցնամ էլի, մինչև առաջ չես անցել։ Նայ ուրեմն, ամեն դեպքում եկեղեցին դա մի քիչ ուրիշ կառույց է, հա, դա տենց պետական իշխանության, ասենք այդ նույն մեխանիզմներով ու լոգիկայի մեջ, տրամաբանության մեջ չի աշխատում։ Այսինքն եկեղեցու հետևորդը եկեղեցու առաջնորդի նկատմամբ ինչ որ sense անբացատրելի հարգանք ու ակնածանք ունի։ Դու որ կողքից ինչ էլ ասես, այդ մարդու նկատմամբ իր դերը, իր աթոռը ոնց որ թակավորի, հա։ Ոնց թակավորի նկատմամբ շանտաժի իմաստը ո՞րն է։ Իր շանտաժի իմաստը։ Չէ, ուզում ասել։ Հիմա եկեղեցու իսկական հետևորդը, իմ կարծիքով, ասա եթե համաձայն չես, իսկական հետևորդը կասի ձեռ ես առել քեզ։ Այն մարդը աստու կամոք 30 տարի կաթողիկոս է ու միջև ցմահ լինելու։ Մենք ո՞նց ենք այդ մարդուն չենք կարող մարդուց ազատենք վեհարանը, սա ինչ նոր կոնցեպտ է բերել։ Սա ու իշխանություն չի, որ ամեն 4 տարին 5 տարին մեկ ընտրություն լինի, այս անգամ փոխենք ուրիշին բերենք։ Այդ սխեմայով չի, չէ՞, այդ աշխատում։ Ճիշտ ես ասում, բայց շանտաժիստը, ինչ եմ ասում շանտաժիստ։ Չէ, ուզում եմ ասեմ, ում է տանելու կանգնացնի այդ վեհարանի առաջ։ Դե այդ ոչ մեկի չի կարողանալու, ես այդ եմ ասում, ոչ մեկ բայց իր խելքով, ինքը ինչ է մտածում։ Ասում է բռնեմ վարքաբեկ եմ, ասեմ սենց հայ երեխա ունի, էս ունի, այն ունի, խախտելա ուխտը, բանը կուսակրոնչի եւ այլն։ Հա, որպեսզի այսպես ասած մեր մոտ նկատի ունեմ նորմալ հավատացյալ հայ առաքելական եկեղեցու հետևորդների մոտ իրան հեղինակազրկի, երբ որ մարդուն հեղինակազրկում ես, երկու տարբերակ կա։ Այդ մարդը կարող է նյարդերը չդիմանա, ասենք վեհապար նյարդերը չդիմանա, ասի ախպեր։ Ավել է, ասենք։ Լսի, բայց շանտաժի իմաստը ո՞րն է։ Շանտաժը մարդուն։ Գիտես, եկեղեցում իրանք ոնց են ընդհանրապես իրանք կառույցին վերաբերվում։ Որ ասենք ինչ ասում ես, ասում են մենք 1700-ամյա կառույց ենք, մենք այդ անցողիկ բաները մեր կողքով sense քամուպես փչում անցնում։ Գնա Նիկոլին բացատրի, որ այդ մարդուն իրան շանտեղ չեն դնում։ Ինքը իր խելքով, քանի Նիկոլ են իրանք տեսել իրաց կյանքում։ Նիկոլը ինչ հայց ավտանում, անենց հրեշների են տեսել, դու պատկերացնում ես, չնայած դե Նիկոլը իր կարծիքով մտածում է, որ ինքը հրեշած հրեշն է, այտենց հələ երկրագունդը չի ծնե այտենց հրեշ, բայց դե հիմի թող այտենց մտածի, դե հիմի ինչ ասեմ։ Չէ, բայց հեղինակազրկելով հավատացյալների աչքում ինքը մի խնդիր է լուծում, զրկել կաթողիկոսին հավատացյալների աջակցությունից մեկ եւ երկրորդը գուցե կաթողիկոսին ինենց բանանի հոգեվիճակի մեջ դնի, ինենց ստրեսային վիճակի մեջ դնի, որ այդ մարդը ես չեմ ասում ինքը իրավունք չունի ի վերջո տեսականորեն իրավունք ունի, բարոյական իրավունք չունի կաթողիկոսի աթոռից գահից հրաժարվի, ուղղակի զզվի, կամ էլ մի հատ տարբերակ կա, ես քեզ ասեմ, իրականում Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսին պաշտոնից զրկելու մի հատ տարբերակ ունի, կամ ոստիկանական ուժերով, ես մտածում եմ ոստիկանություն ուղղակի ծեծեն, բիրտուշ կիրառեն, ասենք դուբին կեքով։ Այդ դեպքում արդեն քաղաքացիական պատերազմ կսկսի։ Իսկական եկեղեցու հետևորդները այդ ոստիկաններին կծեծեն, այդ կդառնա քաղաքացիական պատերազմ։ Տանեն բանտ, ասենք ԱԱԾ մեկուսարան, բան։ Չէ, քրական գործառույց է, բան էլ չկա, չէ, անձեռնմխելիության ինչ որ մեխանիզմ էլ չկա, չէ, կաթողիկոսի։ Հա, բայց նույնիսկ այդ դեպքում, նայ,
Ես հետո զգացի, որ դա սխալ տարբերակ է։ Ինչի համար։ Որովհետև նույնիսկ եթե բռնություն կիրառեն, եթե տանեն ԱԱԾ մեկուսարան, չէ, դե կարան հիմա ասենք, դե մի ասենք ինքը Նիկոլին շատ չկա։ հա, չէ, դե հիմի այդ մարդը բանա, հոգեկան հիվանդ է, սաղ հասկանում եք, ամեն ինչի ընդունակ է։ Մարդ կարող ասի ախպերես ինչ չափազանցություն է, ես չեմ կարծում, որ իր դեպքում ամենանողկալի արանքին ինքը ընդունակ է, բայց նույնիսկ այդ դեպքում, լսի, եթե տանեն ԱԱԾ մեկուսան, կաթողիկոսը չի հրաժարվի գահից։ Ինքը կմնա ամենայն հայոց կաթողիկ չկա կաթողիկոսի ստիպելու։ Մի հատ մեխանիզմ կա։ Սպանելու։ Սպանելը։ Նիկոլը հրահանգում է, ասենք Ալեն Սիմոնյանը կամ չգիտեմ, չէ մի հատ քիլեր էլ իր ասենք Վահագն Ալեքսանյանին զենքը տալիս է ձեռը, ասում է կմտնես բան, կգնդակահարես։ Ու գիտես ինչ է ասում, ասում է դե կուսակրոն, ասում է բայց չի գնդակահարեմ։ Կուսակրոն։ Կուսակրոն չի ասում։ Կարամ ապացուցեմ որ կուսակրոն չի, այսօր էտա գրել եմ ինչ։ Հա, ասում է ես կարամ ապացուցեմ։ Ախպեր սա երկիրը ասում է կողմ եք, միլիարդ ես կողմ։ Էդ ես ասում, արի հիշեցնենք, անցյալ շաբաթ հրապարակ օրաթերթում հոդված է տպվել, որտեղ մեր հեղինակը անդրադարձել էր այն փաստին, որ խոսակցություններ կա, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին իր խոսնակի հետ դավաճանել է Աննա Հակոբյանի։ Այս հոդվածը հրապարակելուց հետո անկեղծ հրապարակելուց մենք չէինք մտածում, որ սենց արձագանք կլինի։ Նիկոլ Փաշինյանը վերցնում է այդ հոդվածը, դնում է իր պատին, ասում է ընտանիքը իմ համար շատ կարևոր է, ես սա կապացուցեմ հրապարակին էլ դատի կտամ։ Ու ասում է վեհապար Հայրապետին էլ առաջարկում եմ ինձ դատի տալ ու ապացուցել, որ ինքը կուսակրոն է։ Ուրեմն ես այդ հեղինակի հետ համաձայն չեմ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է իր խոսնակի հետ, որովհետև ես նախորդ հանդիպման մեր հաղորդման ժամանակ ասացի, որ իմ կարծիքով ընդհակառակը Նիկոլ Փաշինյանը բան է, իմպոտենտ է։ Լավ, հիմի կարող է ինքը դատի տա, ու ապացուցի, որ ինքն է կուսակրոն։ Չէ, կարող է ինքը դատի տա, որ քեզ հիմա էլ ու սկսի ապացուցել, որ ինքը իմպոտենտ չէ։ Չէ, կամ քեզ պարտավորեցնի ապացուցել, որ ինքը իմպոտենտ է։ Չէ, բայց ինքը կարա ուրիշ բան անի, ինքը կարա ապացուցի, որ ինքը կուսակրոն է, բայց կաթողիկոսը ենթադրեն կուսակրոն չի։ Կստացվի, որ ինքը կարա կաթողիկոս լինի։ Ինքը կասի ես ավելի արժանի եմ բանին։ Կամ ես կլինեմ կաթողիկոսը, կամ ես երկիրը կաթողիկոս չի ունենա։ Հիմա գանք սպանության տարբերակին։ Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը Վահագն Ալեքսանյանին, Արթուր Հովհաննիսյանին կամ իշոր մեկին էլի ասենք։ Դա իրանք ունեն համապատասխան։ Հա, զենք տա, ասի ախպեր ջան, քանի որ այդ մարդը կուսակրոն չի, խախտել է մեր հավատքը, գնացեք խփեք։ Հնարավոր է։ Ես քեզ ասեմ։ Քանի որ դրանցից Դա ֆանտաստիկ։ Դու մտածում ես, որ օրինակ Վահագն Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանի որևէ հրահանգ կարա չկատարի, որևէ հրահանգ։ Չէ, անկեղծ։ Եթե ես դիմում եմ մեր օրինակ մեզ նայողներին, բայց դժվար կարողանա կատարի, լավ, դից ասենք։ Կաթողիկոսի ձեռները կբռնեն։ Չէ, հատուկ բան կուղարկի, կասի բա որ ախպեր չկարանամ կրակեմ կամ չստացվի բան, ասի ես ախրանակ կուղարկեմ։ Ի վերջո մենք դրա տես դեպք տեսել ենք, չէ՞, օրինակ Ալեն Սիմոնյանի ախրանան, այդ այսպես ասած անվտանգությունը անձեն մարդու շարքային քաղաքացու բռնել էր, ինքը թքում էր վրան։ Այս դեպքում էլ ձեռները կոլորեն, բանը Վահագն Ալեքսանյանը կկրակի։ Դե ուրիշ ինչ տարբերակ կա։ Ինքը հեղինակություն չունի։ Հա, էդ է ուզում ասեի։ Ուրիշ տարբերակը կարող է նենց լինի, որ ինքը ունի, ասենք, նույն աղանդավորների վրա ազդեցություն, կամ ունի հասարակության այն ամենացածր խավի վրա ազդեցություն, որոնք միջև հիմա համարում են, որ իրանք դժբախտ են, աղքատ են եւ այլն, որովհետեւ վեհապարը կուսակրոն չի, որովհետեւ նախկինները թալանչի էին, ու լիքը տենց որովհետեւ 18 թվին այդ մարդիկ կարան համագխմվեն այս մտքի շուրջ։ Վեհապարին հեռացնել։ Լսի 18 թվին, երբ որ ինքը դեռ այդ քո ասած մարդկանց խապված մարդկանց վրա իշխանություն ուներ, մտքերի, հոգիների վրա իշխանություն ուներ, ինքը կարող է կարանար, ասենք մի քանի հազար մարդու առաջնորդեր անձամբ, հենց անձամբ։ Պետք է ինքը անձամբ ասեր, գնում ենք կաթողիկոսին փոխենք։ Ինքը այն ժամանակ հիմա փաստորեն այն պարզվեց, որ այդ մեկ Նոր Հայաստան, նոր հայրապետման, այդ շարժման հետևում կանգնած էր ինքն էր ֆինանսավորել եւ ինքն էր հրահրել այդ մարդկանց, բայց այդ ժամանակ նույնիսկ այդ ժամանակ պարզվեց, որ շատ քիչ մարդ կա, որ կարա կաթողիկոսի դեմ գնա։ Հիմա ինքը նույնիսկ եթե ինքը գնա, լսի,
մարդ չի գնա իր հետևից, մարդ չի գնա, Կամ բարձր։ ինչ-որ մի շատ փոքր բարոյական ուռոդների խումբ, Ապա էլի, չի անբարոյական գնա։ ուռոդների խումբ։ Չի գնա, Էդ էլ վարձու, չեն լսի գնա։ վարձու մարդիկ պետքա գնան։ Այդ ասենք նույն Վահագն Ալեքսանյանի կամ, չգիտեմ, Արթուր Հովհաննիսյանի բանի այդ կատեգորիայի մարդիկ պետքա գնան, ասենք կարող կանացի շորերով այտենց դեմքեր։ Այդ որ ասենք բանում ինչ են ասում, Սարյան փողոցում վարձել էին, որ բան անեին, իր հետ նկարահանվեին։ Ասենք ես չգիտեմ, այդ նկարահանվածներին ինչ կամ ազգակցական կապ ունեն կամ պաշտոնական բան, պարզա, չէ՞ նորմալ մարդը, adekvat մարդը Նիկոլ Փաշինյանի չի դա նկարվի։ Ասենք նկարվելու իմաստը ո՞րն է։ Հա կարա այտենց մի 50 հոգու, ասենք $1000 փող տան, ասենք բերեք, ասենք թե ինչ անենք։ Իմի Էջմիածին, հա։ Այդ Ախր իմաստը, ես հետ եմ ուզում հասկանամ, պատկերացնենք վեհապարը իր սրտի վեհապարն է, չգիտեմ, ում անախնդրում Արգիշտի պապային, երևի թե էլի, դենց։ Հա։ Էս մի կուսակրոն ոչ կուսակրոնին փոխի մի հատ ուրիշ իր սիրելի ոչ կուսակրոն։ կուսակրոն։ Փող աշխատի։ Հա։ Լսի, ուզում եմ ասեմ, դա 26 թվականի ընտրությունների պրիզմայով ինչ առավելություն է տալու։ Ինչին է պետք։ Գսի կաթողիկոսը, նոր կաթողիկոսը, նախ ես քեզ ասեմ, ինքը ես էլ եմ եղել։ Կարծում ես քարոզաշավանելու Նիկոլի համար։ Նիկոլի ընտրած բանը կաթողիկոսը։ Իհարկե, կասի ախպեր ջան, դա սուրբ, հա, Նիկոլ Փաշինյանը Աստծո կողմից ընտրված, մեզ տրված մի հրաշափառ։ Ոնց է Գեգամ Նազարյանը ասում է, տղես եկավ երա։ Այս կաթողիկոսներ կասի տեսիլ տեսա, Հիսուս Քրիստոսը եկավ, ասեց որ Նիկոլ Փաշինյանը, սենց ապուշ որ մեկին բերի դնի, ում ասեմ։ Իր ֆրակցիայի Այդ է իմաստը։ Այսինքն այդ սուտ քարոզի արդյունքում մի քանի, չգիտեմ, մարդու ձայն փախցնելն է։ Մի քանի մարդու ձայն փախցնելը մեկ, երկրորդը, հիմի դու մտածում ես Էջմիածինը հսկայական հարստություններ ունի։ Դու գիտես թանգարան կա, որտեղ հսկայական կա։ Եկը ծախի այդ ամեն ինչը կծախի։ Ախպեր լավ ես, երկրի բյուջեն մտել է 7 միլիարդ արտաքին պարտք ավելացրել, իմը մնացել է Էջմիածնի գանձերի վրա։ Հա, լսի, որ Հայաստան հիմնադրամից 100 միլիոն գողացավ։ Ասենք մարդիկ պահանջում են այդ նվիրատուները, հոգեբարձուները, ասում են լավ, այդ փողը ինչ եղավ։ Ինչ եղավ այդ փողը։ Կա պատասխան։ Չկա պատասխան։ Լսի, եթե մարդ կարա Ինչ անում այդքան փողը։ Ինչ իմանամ։ Այսօր Աննա Հակոբյանը իբր թե մեկին ձեռը առնում, գրմանձի գրում են 15 միլիոն Արցախը ծախելու համար։ 15 միլիարդ դոլար։ Դոլար, հա, 15 միլիարդ դոլար։ Չէ լավ, բերեք հերքենք։ Ձրի են տվել, ախպեր։ Նվեր են տվել։ Շատ ավելի վատ էլի։ Հա, հարիֆեին հենց նես տվեցին, ախպեր։ Ալիևը ասեց, «Պրիտոմ, չէ կարան ասեն պարտվեցինք»։ Չէ։ Ավելին է, դատարկեցին նոր տվեցին։ Բան մաքրեցին, Ալիևը ոչ մի ուրա պայծառ երազում չէր տեսնի, չէ՞ որ հայերը կլքեն Արցախը նոր կհանձնեն։ Թե կարան ասեն հայ ժողովուրդ, դուք պարտվել եք։ Դրա համար էլ Արցախը գրավել են։ Դա բավոր մենք պարտվել ենք։ Աննա Հակոբյանը պատերազմից առաջ ինչի էր ասում այդ խոսելով Արցախյան առաջի պատերազմի զոհերի մասին։ Իմաստ զոհեր։ Զոհվել են հանուն ոչինչի։ Հանուն ոչինչի, կարող ես եմ ասել։ Նիկոլ Փաշինյանը պատերազմի երկրորդ օրը ասում էր, ինչ էլ որ, ինչ արդյունք էլ լինի, մենք պետքա արեք պայմանավորենք, որ մեզ պարտված չենք համարի։ Չեն ասում ժողովուրդ ջան, մենք հաղթելու ենք, բան, ասում էր, արեք պայման, ախպեր դուք են գլխից գիտեիք, չէ՞ որ պարտվելու ենք։ Դուք են գլխից գիտեիք, որ Արցախը հանձնելու եք, չէ՞։ Ախպեր բոլորը ասում են 1000 ձևի օրինակ կա, որ Նիկոլ Փաշինյանը մինչև իշխանության գալը խոսել է, որ Արցախը պետք է Ադրբեջանին տանք։ Հիմի եկել է որ տա։ Հիմի երկու տարբերակ կա, Ալիևը ասում է Հիմա ինչ եկեղեցու պահովել է խոստում տվել, չեմ հասկանում։ Ապա եկեղեցու պահով չգիտեմ խոստում տվել է թե չի տվել, կարա եւ տված լինի։ Ասել ասենք, չգիտեմ, հայ առաքելական եկեղեցին ոչնչացնելու եմ։ Հա, կամ ասենք մի հատ տնես դրածո եմ դնելու, հիմի ասենք մի հատ թուրքի։ Իրա նման ասենք թուրքա հպատակ։ Լսի թուրք որ ասում են, ախր մարդիկ մտածում են պարտադիր չի գենետիկ թուրք լինի։ Հա, ինչ։ Լսի թուրքը կամ հայը կամ բանը արունով չի։ Լսի արժեքներով է։ Արժեքով։ Ֆրանսիացին այն մարդը չի, որը իբր թե արյան մեջ կարող է երեկվա Ալժիրցին գնա Ֆրանսիայի քաղաքացիություն ընդունի, ասի ես ձեր արժեքները, ձեր երկիրը եւ ընդհակառակը մարդը կարող քաղաքացիություն ընդունի, չգիտեմ էթնիկ բանով կապ ունենա, բայց արժեքները այդ երկրի արժեքները չկրի։ Նիկոլ Փաշինյանը հայ չի ախպեր ջան։ Ով ուզում է նեղանա, ով ուզում է վիճի, ես
ես կարամ իրան ապացուցեմ, որ հայ չի, որովհետև հայի համար Արարատ սարը բանա, սրբությունա արժեքա, ցեղասպանությունը ողբերգությունն է, որի ճանաչման համար պետք է պայքարես։ Չգիտեմ, 1000 բան կա, մեր պատմությունը, Արցախը արժեքա, որը արևմտյան Հայաստանը արժանապատվություն ունենալն է արժեք գլոբալ հայի համար։ Այս մարդու համար մենք միշտ ասել ենք, մի հատ արժեք կա, փողը։ Մի հատ փող, ախպեր, փողը դու, լսի, ու նենց էլ չի, ախր, նենց էլ չի, որ այս մարդը իրական, ախպեր, դե հիմի հիվանդ է, լսի, հիվանդ է, հիմի ես ինչ անեմ, դու ասում ես ինչ անեմ փողը, որ մարդ կա, լսի Զառա, մարդ կա, հիվանդ է, խաղմա, չես կարում կդրես, ասենք ծանոթ ունեի, մահացավ, հայտնի գրող էր, անունը չեմ ուզում տամ, գնում էր սրանից նրանից խնդրում էր փողեր, խնդրում իբր բուժվելու բանի համար, գնում էր խաղում էր, կրվում էր։ Մարդ կա նարկոտիկի հիվանդ է, փողը, այտենց բան ունի, հատկություն ունի, որը մարդուն հոգեկան շեղման է հասցնում։ Ասենք այդ մարդը չի կշտանում։ Մարդ կա հիվանդ է ուտելու։ Դու գիտես, չէ՞, մարդը չի կշտանում։ Ուտում չի կշտանում։ Պետք է ասենք սեղանից ուտելիքը վերցնես, բան անես, 1000 ձևի հիվանդություններ կան։ Հիմա դու ասում ես, այս մարդը մեր դժբախտությունն է, որ այս մարդը տենց հիվանդ ախպեր, հիվանդ։ Ես դա նոր չեմ իմացել, ես դա իշխանության գալուց հետո չեմ իմացել։ Ես դա իմացել եմ 2000 թվականների կեսերին։ Իրան հետ աշխատելու ընթացքում ես հասկացել եմ, որ այդ մարդը փողի նկատմամբ հակում ունի, հիվանդագին հակում ունի, հիվանդագին։ Ու այդ նույն մարդն է, որ եկել է, չգիտեմ, կոռուպցիայի դեմ պայքարելու լոզինգներով։ Այսինքն մարդը, որ տենց անծառայեցիր փողի սով ունի, ինքը իրան ներկայացրել է որպես սուրբ, որը մի դրամ չի վերցնելու այդ պետական բյուջեից։ Լսի, բա ինչ պետք է ասեր։ Լսի, խիդում որ մտածում ես, որ ինքը խմբագիր էր ու շանտաժով փող էր աշխատում։ Դու ինչ է, ինքը կարող է գրում էր, որ ես բան եմ, թալանչի եմ, բան եմ, եւ միշտ էլ ասում էր ազնիվ եմ, չգիտեմ, ուղղակի այն ժամանակ ինքը ես միշտ ասել եմ, այն ժամանակ ինքը տորմուզ ուներ, մի հատ տորմուզ կա, ախպեր ջան, այն ժամանակ մտածում էր, ես որ սկսեմ լավ ապրել, ճոխ ապրել, բանման, մարդիկ կասեն ախպեր, ես ազնիվ մարդը ոնց է ճոխ ապրում, էլի ես ինքը պետք է տենց իբր թե մուչինիկի, տանջվել է, էլի տենց մի հատ տուն ունենք ընդամենը։ Էն էլ ծախել ենք։ Հա, չէ, ծախել են ուրիշն են, վարկով տուն ենք վերցրել։ Փող չունենք, փաստաբանների փողերը տանք, բոլոր լրատվամիջոցներին դատի տանք, Աննա Հակոբյանի գրառումը։ Բայց հրապարակի համար գտնելու են փողը, էլի։ Դե կգտնեն ախպեր այնքան փող ունեն, չգիտեն, լսի, լացացնում են, էլի, լացացնում։ Մեկ էլ հիշացնի իրանց դաչեկի վրա պետություն ինչքան օրինական փող է ծախսում։ Զառա ջան, իրանք աշխարհի տարբեր երկրներում ունեն մարդիկ Սփյուռքում, տարբեր քաղաքներում, Ամերիկայում եւ այլն։ Օրինակ Ամերիկայում ինձ զանգել են, ասել են ով է այդ մարդը, այդ կինը։ Ասենք ասում են Հակոբ Սիմիդյանի քույրն է, որը զբաղված է այդ փողերը այնտեղ տեղավորելով։ Ասենք 6 միլիոնով, 10 միլիոնով sense փող են ուղարկում։ Չէ, այտենց մի անգամով չէ, էլի, այտենց ասենք ամեն ամիս, ասենք այտենց տարբեր մարդկանց այդ գումարները ուղարկում են, որ այդ մարդիկ այդ փողերը տեղաբաշխեն։ Հիմա ասենք ինչ ասեմ, թե հիմի կարաս է, գիտես ինչ կա, ասում լեզվի տակը միշտ ես ասում եմ ոսկոր չկա, կարաս ասես ազնիվ եմ։ Ես ոնց որ ես ասեմ, ես 18 տարեկան եմ ախպերի, հա ասեմ ինչ, հո չդարա 18 տարեկան։ Հիմի որ Աննա Հակոբյանը կամ Նիկոլ Փաշինյանը ասեցին ազնիվ ենք, կամ փող չունենք, հա, աշխատավարձով եք կապ։ Հա, թե հա, թող ասեն, ինչ, դու հավատում ես։ Ես չէ, մնացել է որ լսի ոչ մեկ էլ չի հավատում, լսի ոչ մեկ էլ չի հավատում։ Եվ այս ամեն ինչը ընդհանրացնելով գալիս ենք մի բանի։ Նիկոլ Փաշինյանը ունի մի նպատակ՝ ստեղծել քաղաքացիական ընդհարման դաշտ, պետական հակադրությունը մտցնել բանում, քաղաքական դաշտում ընտրություններից առաջ, ես ճիշտ եմ հասկանում քո միտքը։ Իմ միտքը է դա, հա, որ ծեծ ու ջարդ լինի, որ ինչ որ բան լինի։ Չէ, ծայրահեղության ընտրելու բան էլի, սև ու սպիտակի թեմա առաջանում։ Ես չէ, լսի, այդ շատ դժվար է առաջացնել, լսի, որովհետև ինքը ընդհանրապես լսարան չունի։ Լսի, ինքը գրում է
ես մտել եմ նայել։ Հա, նենց են իջել դիտումները։ Բա հələ կոմենտները մտի կարդա։ Ու բոլորը իրան վիրավորական Ամենախայտարակ, ախպեր, մեր հաղորդման տակ են հայհոյանքներ գրում, ես գիտեմ, կարդում եմ։ Լսի, բայց դա նախ մեծ մասը ֆեյքեր են ու իրանց բուծած ֆեյքերն են, հա ֆեյք, ասենք Նիկոլի տված քֆուրը մեր համար ասնավանի չի, կարող է հենց Նիկոլն է գրում, ես չգիտեմ։ Հա ինչ, որ ֆեյքա իմ ինչ իմանաս, կարող է նստում է պարապ այդ մարդը։ Մի ֆեյքա բոլոր նյութերի տակ ասենք։ Լավ 5 հատ ֆեյքա, վարձու ֆեյքա, ինչ դրանից ինչ, բայց ինքը տեսնում է, չէ, որ իր պաշտոնական էջում Ինչն էլ ջնջում է։ Դա որը մեկը ջնջեն, ես էլ եմ մտածել։ Որ ջնջեն, կոմենտ չի մնա։ Կստացվի։ Հա, բայց շատ հաճախ նաև այդ են անում, փակում են կոմենտերի բաժինը, որ տենց կոմենտների բաժինն են փակում, այդ մարդկանց, ովքեր շատ են հայհոյան գրում, դրանց գցում են սև ցուցակ, եթե այտենց բան չլներ, ես օրինակ մարդկանց գիտեմ, տասնյակ մարդկանց գիտեմ, որ ասում են, մեզ գցել են սև ցուցակ, չենք կարող կոմենտ գրենք, բայց նույնիսկ այդ պայմաններում հարյուրավոր բան նզովկու անեցկու հայհոյանք կա։ Մի հատ հետաքրքիր բան ասեմ, ինձ թվում է քեզ էլ գիտեք, այս նյութը որ տեղադրել էր հրապարակի հեղինակի նյութը, հղումով էլ տեղադրել էր, որ դու պատկերացնես 2018 թվականի խաշի մասին լուր ունեինք, չգիտեմ կհիշես թե չէ, որ քպականները խաշի էին գնացել, հետո վերջում բոլորով փողը գցվել էին, որ սեղանը փագեին, էլի, ասենք այդ ժամանակ սենսացիոն լուր էր, առավոտը Փաշինյանը վերկացել այդ լուրը տեսել էր, սկրիներ արել դրել էր իր պատին, այդ օրը մենք կայքը պարկեց, որովհետև այնքան շատ էին դիտումները, մարդիկ մտնում էին այդ լուրը կարդալու, որ ես իմ 100 քանի հազարն անցել էր այդ լուրի դիտումը, այդ մի լուրի էլի։ Ուրեմն այս նյութը որ տեղադրել է, այս բանի մասին, իր դավաճանության մասին, լինքով բանով տեղադրել, այսինքն մտնել է մի վայրկյանի գործ է, իր տեղադրելուց հետո ընդամենը 8000 դիտում է ավելացել։ Պատկերացնում ես, չէ՞, այսինքն ինքը ընդամենը իր մոտ 8000 մարդ է այդ նյութը տեսել, ինքը հետևորդ էլ չունի, դաժե Facebook-ում իրան նայող չունի։ Այնքը որ գրողներն էլ որ հաշվենք, երևի բանը вообще մարդ չի մնա, էլի։ Լսի, էլի եմ ասում, ախր մի մեծ մասը, ասենք օրինակ իմ նման մարդիկ ենթադրենք։ Ես մտնում եմ, պրոստը նայեմ տենամ Ես աշխատանքի բերումով եմ նայում։ Հա, դա ասում եմ, որ հենց ուրիշ գործի անցա, առաջին հերթին այդ էջն եմ բլոկ անելու, էլ այլևս չտեսնեմ երբեք։ Չէ, ես նախ այդ էջի հետևորդ չեմ, ուղղակի գրում եմ, բերում եմ, չէ, ես կյանքում հետևորդ չեմ ելնի։ Չէ, դա նույնիսկ իմ մի հատ հետևորդ ելնելը իրան շատ է։ Բայց մյուս հարցը կա, ինչի են մարդիկ մտնում։ Մտնում են հայհոյան գրելու համար։ Չէ, կամ էլ տեսնեն ինչ հերթական դժբախտություն է իրանց սպառնում։ Ասենք եթե էլի որոշել է մի կտոր Հայաստանից դա ինքը իր էջում գրում է, չէ, սահմանազատ բան գործընթաց ՀՏՌ եւ այլն։ Նորից ընդհանրացնենք։ Նիկոլ Փաշինյանի միակ հույսը ընտրություն չանելն է։ 26 թվին ընտրությունները 26 թվի ընտրությունները կանխելը։ Որ չլինի, ուղղակի արտակարգ դրություն կլինի, ռազմական դրություն կլինի, մի ինչ-որ պատճառով։ Այտենց օրինակ կա Ուկրաինայում արդեն տարի ու կես առաջ պատերազմով պայմանավորված։ Հա։ Հիմա օրինակ Նիկոլը նայում է Զելենսկուն, բայց մենք բարձեցինք, որ այդ պատերազմի տարբերակը չի կարող աշխատի, որովհետև կարող է ավելի արագ իշխանափոխություն լինի, քան ընտրությունների խաղաղ գործընթաց։ Դե դրա համար եմ ասում, քաղաքացիական ընդհարում, ներհասարակական ընդհարում։ Ասենք կամ էտա կամ էլ ինչ որ աղետ, ասենք չգիտեմ, ատոմականում մի բան պայթի, բան, տենց մի բան։ Դե Էդ էլ կարա լինի, հա։ Մենք իհարկե ամեն ինչ սպասում ենք, բայց հուսով ենք, որ ամեն ինչ լավ է լինելու, այս գործընթացը ավարտվելու է, չգիտեմ, իշխանափոխությամբ, վեհապար հայրապետին ոչ ոք չի սպառնելու, չնայած իր լրությունը իհարկե մենք չենք հասկանում, ես որ հաստատ։ Իսկ ես պիտի խնդրեմ, որ ներքևի հատվածում մեզ մեկնաբանություններ գրեք, հարցեր թողնեք, լայք կամ դիզլայք դնել։ Ավետիս օրինակ դիզլայքին դեմ չի։ Ես բոլոր դիզլայքերը համարելու եմ, որ ավետիսին եք դրել։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ երկուշաբթի։ Շնորհակալ եմ։ Ես գտնում եմ, որ վեհապարի լրությունը միանգամայն արդարացված է։ Ընդհակառակը ցանկացած արձագանք Նիկոլ Փաշինյանին դա կլինի իօքուտ իրա։ Պետք է իրան ուղակի շանտեղ չդնել, հայերեն ասած։ Հաջորդ հաղորդմանը այդ կքննարկենք։ Այսօր այսքանը, հաջողություն։ Միացում։ Հողը տալիս է։ Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի։ Լուկաշենկոն ինչ ասել է Նիկոլն Արցախը հանձնել։ Հանուն Հայաստանի հաղթանակի։ Երեխեքի գլուխը կերել է 5000 երեխու։ Հանուն Արցախի հաղթանակի։ Ապաշնորհ, տգետ, ընչակաղց, ինչ ասեմ, ինչ բառ ասես բռնում է։ Ցեղասպանությունը ուրանում է։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։
Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։